Մասնագետը խոսում էր ռուսական հայտնի բլոգեր երգիչ, որը այսպես դաջվածք ունի, չէ, 666-ի Ռուսաստանում։ Ինչներ հետաքրքիր տվյալները նա տվեց եւ ես շատ արագ բացահայտեցի այդ անձին։ Հիմա ես ուզում եմ, որ դուք տեսնեք, թե որքան ճիշտ է աշխատում աստղաբանությունը։ Ծնված կենդանակերպը ջրհոս է։ Ջրհոսներին գիտեք, չէ, որքան էքսցենտրիկ, որքան տարբերվող, որքան հանճարեղ են։ Եվ պատահական չէ հենց այս տարիներին նրա հանրային ճանաչման հարցը։ Տեսեք, եթե մենք այստեղ դիտարկում ենք նրա լուսինը կարիճի կենդանակերպում է, կարիճ կշեռք այդ առանցքում է, փոքրիկ, հա, բայց ես համարյա համոզված եմ, որ կարիճի կենդանակերպում է, որովհետև նա իր երգերում շոշափում է սեքսուալ, հոգե, սեքսուալ այդ բոլոր իր շեղումների թեմաները։ Ինչն է հետաքրքիր, որ պատահական նայեցի իր արտաքին տեսքում մեր հայ իրականության մեջ կրկին ես գտա ինչ-որ մեկին, որը հանրային ճանաչում է սկսել 20 թվականից հետո եւ երկուսի մոտ էլ 20 թվականից հետո է այդ ճանաչումը, նա ունի կրկին նույն դաջվածքները իր վրա, արտաքին տեսքով նմանություն եւ ինչ էր հետաքրքիր, կրկին ջրհոսի կենդանակերպի ազդեցության տակ ծնված։ Հասկանում եք աստղաբանությունը որքան հզոր գործիք է մեր ձեռքերում, որքան մարդիկ տիպիկ են ապրում իրենց կյանքը։ Եթե ձեր մտերիմների շրջանակներում կա ինչ-որ մեկը, որ նման վարք ու բարք, արտաքին տեսքը չնայած ասցենդենտն է, բայց միևնույն է, իրենք իրենց դրսևորումներում, իրենց վարած կյանքում հնարավոր է, որ նման կերպ վարվեն։ Եթե այդպիսիները եւ հանրային դաշտում եւ ձեր կողքը կա, ապա գրեք մեկնաբանություններում։ Ու ինչն էր կարևոր, որ երկուսի մոտ սև լուսինը կշեռքի կենդանակերպում էր, նրանք երկուսն էլ խնդիրներ են ունեցել ամուսնության մեջ եւ այն հայ բլոգերը, որը կրոնի ճանապարհն է ընտրել, դա իր ճանապարհն է, բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում։ Այստեղ ֆինանսի հետ կապված հարցեր, ազատ խոսք, երբեմն, հա, Մերկուրին ջրհոսում ընկերասեր, բայց կրկին Վեներան ջրհոսում ունի այսպես ուշադրության կենտրոնում լինելու մեծ հակում եւ մոտակա այս մինչեւ դեկտեմբերի կեսերը նրա մոտ կրկին հնարավոր է լինեն հարկային ստուգումներ, թող ուշադիր լինի, բայց այն ճանապարհը, որը ընտրել է, այո,